Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է, այսօրվա հյուրս Նոյա ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր գլխավորությամբ Նոյան անկախ Հայաստանի ակումբային ֆուտբոլում այս տարի հասավ աննախադեպ նվաճման, մենք ունեցանք հրաշալի արդյունք եւ դա օգնեց ոչ միայն Նոյային, այլ նաեւ ամբողջ հայկական ֆուտբոլին, վարկանիշի առումով, գումարային առումով։ Գործընկերներս տեսանյութ են պատրաստել անցած մրցաշրջանի մասին, հատկապես եվրագավաթային փուլի։ Առաջարկում եմ դիտել, հետո վերադառնալ ու հասկանալ այդ ֆենոմենը, թե ինչպես ստացվեց եւ ի վերջո այն ինչ ունեցանք, տանում են նոր նպատակների, թե բավարարվում ենք այդքանով եւ վերջ։ Վերադառնանք տաղավար եւ շարունակենք զրույցը մեր հյուրի հետ։ 2025 թվականի մրցաշրջանի ավարտից հետո դուք ունեիք ազատ կարգավիճակ, Զագրեբի Դինամոյի հետ 7 թե 8 հանդիպում անցկացրել էիք գլխավոր մարշի կարգավիճակում, ավարտվել էր պայմանագիր եւ առաջարկ ստացաք Նոյայից։ Հասկանալի էր, որ Նոյան հավակնոտ ծրագրեր ունի, որովհետեւ նախորդ մրցաշրջանում արդեն նվաճել էր խմբային փուլի ուղեգիր, դուրս եկել խմբային փուլ, պարզ էր, որ փորձելու է քայլ առաջ անել, բայց նաև պարզ էր, որ խնդիրներ կան։ Այս իրավիճակը չվախեցրեց ձեզ եւ հատկապես ինչը առիթ հանդիսացավ, որ համաձայնեք ու կնքեք պայմանագիրը Նոյայի հետ։ Yes, I was a long time in Dinamo Zagreb. Այո, ես երկար ժամանակ անցկացրի Զագրեբի Դինամոյում եւ Ֆաբիո Կանավարոյից հետո ավարտին հասցրի մրցաշրջանի վերջին 8 տուրերը։ Մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո մի քանի ակումբներից հարցումներ ստացա։ Այդ ակումբներից մեկը Նոյան էր եւ ինչ որ բան անմիջապես ինձ գրավեց այս նախագծում։ Մեր նախագահի հետ զրույցից հետո ես շատ ոգևորվեցի եւ իմ ազնագազմի հետ որոշեցի գալ Նոյա, գալ Երևան եւ սկսել կառուցել այս եվրոպական պատմությունը, փորձել իրականացնել մեր եվրոպական երազանքները։ Մեր եվրոպական արշավը սկսվեց շատ վաղ, անցյալ տարվա հուլիսի սկզբին, որակավորման փուլում մենք խաղացինք Բուդուչնոստի, Ֆերենցվարոշի, Լինկոլնի եւ Լյուբլիանայի Օլիմպիայի հետ։ Բոլոր 8 խաղերում շատ բաներ տեղի ունեցան, բայց վերջում մենք կարողացանք հասնել մեր նպատակին, անցնել խմբային փուլ։ Խմբային փուլում մենք խաղում էինք իսկապես լավ ակումբների, դժվար մրցակիցների դեմ, եւ մենք կարողացանք հաղթել Խորվաթիայի չեմպիոն Ռիեկային, ինչպես նաեւ մեկ այլ մեծ ակումբի, Վարշավայի Լեգիային։ Կարողացանք ոչ ոքի խաղալ Ռումինիայում Կրայովայի եւ Շոտլանդիայում Աբերդինի հետ։ Այս 8 միավորը մեզ հասցրեց փլեյ-օֆ փուլ։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, առաջին անգամ Նոյայի պատմության մեջ, եւ սա այն է, ինչ ինձ ուրախություն եւ հպարտություն է պարգևում։ Եվ Ռիեկայի, Սիգմայի եւ Լեգիայի դեմ տնային խաղերին ներկա գտնվող մեր երկրպագուների թիվը ցույց է տալիս, որ հայերը իսկապես սիրում են ֆուտբոլ, վայելում են այն եւ մեծապես աջակցում են մեզ։ Եվ վերջում 2026 թվականի սկզբին մենք խաղացինք փլեյ-օֆ փուլում Ազետ Ալքմարի դեմ, որը շատ ուժեղ հոլանդական թիմ է։ Մենք կարողացանք հաղթել առաջին խաղում, ինչը չափազանց կարևոր էր Հայաստանի ֆուտբոլային գործակցի համար։ Այս հաղթանակով մենք հայկական երկրորդ թիմին հնարավորություն կտանք հաջորդ մրցաշրջանում մեկնարկելու Եվրոպա լիգայից։ Այսպիսով մենք շատ լավ արդյունքների ենք հասնում Հայաստանի հայկական ֆուտբոլի համար եւ իհարկե բոլորը շատ ուրախ ու հպարտ ենք։ Բայց մեր նպատակները այստեղ չեն սկսվում։ Ինչպես դուք ասացիք, Նոյայում մենք ունենք բարձր հավակնություններ։ Ես ճնշում չեմ զգում դրա պատճառով։ Սա այն է, ինչ մոտիվացնում է ինձ։ Մենք պետք է օրեցօր ավելի լավը դառնանք։ Մենք քրտնաջան աշխատում ենք։ Ես շատ գոհ եմ իմ թիմից, խաղացողներից, մարզչական անձնակազմից, բժշկական անձնակազմից, նախագահից եւ բոլոր մարդկանցից, որոնք ակումբի մաս են կազմում։ Մենք նույն ուղղությամբ ենք գնում եւ հաշվի առնելով այն ենթակառուցվածքները, որոնք մենք հիմա կառուցում ենք, կարծում եմ, որ Նոյա ֆուտբոլային ակումբի ապագան իսկապես պայծառ է լինելու։ Դուք մինչև Նոյա գալը աշխատել եք ավստրիական շտուրմում, աշխատել եք երկու կիպրոսական թիմերում, աշխատել եք Ռիգայում, աշխատել եք Դինամո Զագրեբում։ Տարբեր երկրներ, տարբեր ֆուտբոլային մենտալիտետ, մտածողություն, տարբեր ոճի մարդիկ։ Ինչով է տարբերվում Հայաստանը եւ արդյոք ավելի հեշտ է այստեղ աշխատելը, թե դժվար։ Very good question. Armenian football have Շատ լավ հարց է։ Հայկական ֆուտբոլը ես կասեի մի քանի բարձր որակական հատկանիշ ունի, այն շատ մրցակցային է։ Յուրաքանչյուր խաղ շատ դժվար է եւ շատ ջանքեր է պահանջում։ Կարծում եմ, որ այս պահին Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը աշխարհում միակ լիգան է, որի աղյուսակում ոչ մի թիմ չի խփում առնվազն 2 գոլ ավելի, քան անցկացրած խաղերի քանակն է։
Այսինքն, մինչև այժմ մենք խաղացել ենք 17 խաղ եւ չկա որևէ թիմ, որը խփել է 34 գոլ։ Այնպես որ գոլերի միջին քանակը 2-ից պակաս է։ Կարծում եմ սա աշխարհում միակ այսպիսի լիգան է։ Օրինակ Արսենալը, կարծում եմ միջինում 3 գոլ է խփում։ Գիտեմ, որ Խորվաթիայում Դինամո Զագրեբը խփում է 2.8 կամ մոտավոր այդքան։ Հայաստանում միջին թիվը 2-ից ցածր է։ Սա շատ բան է ասում այն մասին, թե որքան մրցունակ է այս լիգան, որքան դժվար է այստեղ խաղալ։ Եվ ֆուտբոլը բարձր մակարդակի վրա է։ Ես կցանկանայի, որ այս որակը պահպանվի նաև հաջորդ մրցաշրջանում։ Փորձենք անել այնպես, որ մի փոքր ավելի բարձրանա։ Նաև կուզեի, որ բոլոր ակումբները ցուցադրեն այս որակը եվրոպական մրցաշարերում։ Սա հիանալի կլիներ ամբողջ Հայաստանի համար։ Այստեղից իմ հաջորդ հարցը։ Մասնագետներն ասում են, որ դուք նախապատվություն եք տալիս 4-2-3-1 խաղային գծագրին, այսպես ասեմ, խաղում եք այդ մարտավարությամբ։ Այստեղից կարող ենք արդյոք հետևություն անել, որ դուք հուսալի ֆուտբոլը գերադասում եք գոլառատ ֆուտբոլից։ Իրականում Նոայի խաղերի մեծ մասում դասավորության սխեման 4-3-3 է։ Որոշ խաղերում մենք օգտագործում ենք 4-2-3-1 սխեման։ Որոշ թիմերի դեմ մենք օգտագործում ենք 3-4-2-1 դասավորությունը։ Ես փորձում եմ օգտագործել այն տարբերակը, որը կարծում եմ լավագույնը կլինի, կախված մրցակցից, խաղացողների, այդ օրվա մարզավիճակից եւ նմանատիպ այլ գործոններից։ Այս պահին ես չեմ սիրում խաղալ պահպանողական ոճով։ Չեմպիոնները միշտ պետք է լինեն նախաձեռնող։ Նրանք պետք է լինեն խաղի ռիթմը եւ տեմպը թելադրողները։ Եվ 4-3-3, 4-2-3-1 սխեմաները շատ հնարավորություններ են տալիս։ Այս պահին ես կարծում եմ, որ մեզ համար 4-3-3-ը լավագույն սխեման է։ Ինչ վերաբերում է ֆուտբոլային երկրաչափությանը, կառուցվածքին, եռանկյունիներ կազմելուն եւ այս տեսակի բաներին, կարծում եմ հանրագումարում դա լավագույն դասավորությունն է։ Նաեւ տեսնում ենք, որ աշխարհի խոշորագույն թիմերի մեծ մասը խաղում է 4-2-3-1 կամ 4-3-3 դասավորության սխեմայով։ Ըստ վիճակագրության ձեր հաղթանակի տոկոսը բավական բարձր է պարտության տոկոսից 59-24-ի։ Սա նշանակում է արդյոք, որ դուք հաղթողի հոգեբանություն ունեցող մարզիչ եք։ Ինչքան է այս ամենում հոգեբանական գործոնը եւ ինչի շնորհիվ եք կարողացել հաղթանակի տոկոսը բարձր պահել։ Ես պաշտում եմ հաղթել, դա աշխարհի լավագույն զգացողությունն է, երբ դու հաղթում ես խաղը, հաջորդ օրը շատ ավելի լավն է թվում, քան պարտվելու դեպքում։ Բայց կարևորը խաղացողներն են, կարևորը խաղացողների որակն է, նրանց ցուցադրած խաղը։ Իմ պարտականությունն է օգնել նրանց լինել որքան հնարավոր է լավը, փորձել գտնել մի համակարգ, որը կհամապատասխանի նրանց, որպեսզի մենք կարողանանք ցուցադրել մեր որակները։ Այս պահին կարող եմ ասել, որ շատ գոհ եմ այն բանից, թե ինչպես են իմ խաղացողները աշխատում ամեն օր, ինչպես են նրանք ցուցադրում իրենց խաղը։ Մենք հիմա իսկապես լավ վիճակում ենք։ Մենք այս մրցաշրջանում հաղթել ենք շատ խաղեր, մինչև այժմ հասել ենք մեր բոլոր նպատակներին եւ գուցե մի փոքր ավելին ենք արել, քան երազում էինք, բայց ինչպես ասացի, ամեն օր մենք աշխատում ենք ավելի ու ավելի լավը դառնալու համար։ Եվ ես հույս ունեմ, որ մրցաշրջանի վերջում մենք շատ գոհ կլինենք այս մրցաշրջանից։ We will be very happy with the season. Ստացվել է այնպես, որ ձեր թիմում ավելի շատ արտասահմանյան ֆուտբոլիստներ են եւ դուք հայ ֆուտբոլիստների հետ շփվելու մեծ հնարավորություն չունեք։ Խորհրդային ֆուտբոլի տարիներին ընդունված էր ասել, որ հայկական ֆուտբոլի դպրոցը տալիս է տեխնիկապես շատ բարձր մակարդակ ունեցող ֆուտբոլիստներ, որոնք սակայն երբեմն մրցակիցներին զիջում են ուժային առումով եւ դիմացկունությամբ։ Դուք ունեք արդեն ձեր կարծիքը հայ ֆուտբոլիստների մասին, ազգությամբ հայ ֆուտբոլիստների։ Ինչպիսին են նրանք եւ կարողանում են արդյոք բավարարել բարձր պահանջները։ Well, I think that it's very hard. Կարծում եմ շատ դժվար է բոլոր խաղացողներին մեկ խմբի մեջ դասել։ Խնդիրն այն չէ, որ բոլոր հայ խաղացողները տեխնիկապես լավն են, իսկ նրանց ֆիզիկական պատրաստվածությունը ոչ։ Կասեի, որ Հայաստանը շատ տաղանդներ ունի։ Իմ կարծիքով դուք ունեք վերջին 10 մրցաշրջանում աշխարհի լավագույն խաղացողներից մեկին, որը խաղում է աշխարհի լավագույն ակումբներից մեկում՝ Միլանի Ինտերում, Հենրիխը։ Դուք խաղացող ունեք Կրասնոդարում, դուք ունեք ֆուտբոլիստ Լեգիայում։ Այսպիսով դուք տաղանդներ ունեք։ Բացի այդ, մենք տեսանք, որ նախորդ շաբաթ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հիանալի աշխատանք կատարեց։ Նրանց չհաջողվեց առաջ անցնել, բայց հիանալի հանդես եկան։ Հայաստանը անկասկած տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի, եւ տեխնիկապես նրանք շատ լավն են, ես համաձայն եմ ձեզ հետ։ Նրանք տեխնիկապես շատ ուժեղ են, բայց նաեւ ես տեսնում եմ մեծ ներուժ կապված նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակի հետ։ Եվ ես վստահ եմ, որ հաջորդ 2 տարիների ընթացքում հայկական ֆուտբոլը կարող է զարգանալ լավ ուղղությամբ։ Մենք ֆուտբոլի ոլորտում աշխատող
մարդիկ պարտավորություն ունենք։ Նկատի ունեմ բոլոր մարզիչներին, բոլոր նախագահներին, ֆեդերացիաներին, մրցավարներին, բոլոր նրանց, ովքեր ներգրավված են ֆուտբոլում։ Մենք բոլորս պարտավոր ենք ստեղծել միջավայր, որում այս երիտասարդ խաղացողները կարող են զարգանալ եւ որում նաեւ Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ մրցաշրջաններում կկարողանա ինչ-որ մեծ բանի հասնել։ Ազգային հավաքականը մինչև այժմ չի մասնակցել ոչ Եվրոպայի առաջնությանը, ոչ էլ աշխարհի առաջնությանը։ Կարծում եմ, որ իրենց ունեցած ներուժով եւ խաղացողների որակով նրանք կարող են անպայման հասնել դրան։ Վերադառնանք Նոային, հասկանալի է, որ այս տարվա Եվրագավաթների ելույթը բարձր գնահատական է ստացել եւ ձեր աշխատանքը նույնպես, բայց սովորաբար ասում են, որ խորժակը ուտելիս է բացվում եւ վստահ եմ, որ Նոայի ղեկավարությունը գոհ լինելով ձեր աշխատանքից, հիմա նոր խնդիրներ է դնելու ձեր առջև։ Կար արդյոք դրված խնդիրներ այս պահին թիմի ղեկավարության կողմից եւ ինքը ձեր առջև ինչ խնդիր եք դնելու մյուս մրցաշրջանի համար։ Ինչպես ասացի, մեր հավակնությունները շատ բարձր են։ Նոա ֆուտբոլային ակումբը կառուցվել է հաղթող ակումբ լինելու համար։ Յուրաքանչյուր մրցաշարում, որին մենք մասնակցում ենք, մենք ցանկանում ենք հաղթել։ Մի քանի շաբաթ առաջ մենք հաղթեցինք Սուպերգավաթը։ Օրեր առաջ մենք կարողացանք հասնել գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Բացի այդ, այս պահին մենք 6 միավորով հետ ենք մնում առաջնության առաջատարից, բայց 1 խաղ պակաս ենք անցկացրել։ Մինչև մրցաշրջանի ավարտը մնացել է 10 տուր։ Այս ակումբն այս նպատակով է ստեղծվել եւ այն այս հունով է զարգանալու։ Իմ ամբիցիաները, ղեկավարության ամբիցիաները չափազանց մեծ են։ Հաղթել ամեն ինչ, ինչ կարող ենք եւ աճել ամեն օր։ Եվ սա հենց այն է, ինչ մենք անում ենք։ Դե հասկանալի, հիմա նախ պետք է նվաճել այդ տեղը Եվրագավաթներում, որովհետեւ ազգային առաջնությունում խնդիրներ կան եւ հետո մտածել շարունակության մասին։ Այնուամենայնիվ կոնկրետ առաջադրանք ինքը ձեր առջև դրել եք քայլ առաջ, թե պահպանել այն, ինչ այս տարի ձեռք եք բերել, որովհետև իրականում այդ ձեռք բերածն էլ շատ բարդ է լինելու պահպանելը։ We as coaches, we cannot think too far away. Գիտեք, մենք որպես մարզիչներ չենք կարող շատ հեռուն մտածել։ Ես փորձում եմ իմ աշխատանքը կատարել հնարավորինս լավ, եւ ես կենտրոնացած եմ միայն հաջորդ մարզման եւ հաջորդ խաղի վրա։ Իրականում այսպես եմ աշխատում։ Մեր հաջորդ խաղը ԲԿՄ-ի հետ է Կիրակի օրը։ Նրանք շատ լավ երիտասարդ խաղացողներ են, շատ լավ մարզիչ ունեն։ Այս խաղը մեզ համար շատ դժվար կլինի եւ մենք արդեն պատրաստվում ենք այդ խաղին։ Այո, այս մրցաշրջանում մեզ բախտ վիճակվեց ինչ-որ բանի հասնել, ինչը նշանակալի իրադարձություն էր Հայաստանի պատմության մեջ։ Բայց ինչպես ասացի, Նոա ֆուտբոլային ակումբը կառուցված է հաղթելու համար եւ մենք ուզում ենք հաղթել յուրաքանչյուր մրցաշարում, որին մասնակցում ենք։ Մենք աճում ենք, սովորում, երբեմն սխալներ ենք թույլ տալիս։ Սա նորմալ է։ Մենք դասեր ենք քաղում դրանից եւ շարժվում առաջ։ Մեր ակադեմիայի շատ տաղանդավոր մարդկանց եւ այն ենթակառուցվածքների շնորհիվ, որոնք կարծում եմ 1.5 ամսից պատրաստ կլինեն Նոայի ապագան իսկապես պայծառ լինելու։ Ամբողջ Հայաստանը պետք է հպարտանա եւ ուրախանա, որ այս երկրում նման ակումբ կա, որովհետեւ ինչպես ասացի, ես տեսնում եմ շատ տաղանդավոր ֆուտբոլիստների, շատ, եւ կարծում եմ, որ սա ասելու իրավունք ունեմ, քանի որ աշխատել եմ աշխարհի լավագույն ակադեմիաներից Շտուրմ Գրացում եւ Դինամո Զագրեբում։ Նրանք շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են պատրաստում եւ տաղանդներ ունեն։ Այստեղ Հայաստանում շատ տաղանդներ կան։ Երեխաներն էլ սիրում են ֆուտբոլ։ Եվ մենք պետք է օգտվենք դրանից, զարգացնելով նրանց թե ակումբների եւ թե ազգային հավաքականների համար։ Մի պահ ֆուտբոլից դուրս գանք, որովհետեւ ի վերջո դուք արդեն 9 ամիս ապրում եք Հայաստանում եւ հավանաբար կարծիք ունեք նաեւ ոչ միայն ֆուտբոլի, այլ Հայաստանում ծավալվող իրադարձությունների, կերակրի, մարդկանց, քաղաքի մասին։ Ինչն է ամենաշատը տպավորել ձեզ Հայաստանում։ I like Armenia a lot. Ինչ շատ է դուր գալիս Հայաստանը։ Այն գեղեցիկ երկիր է։ Երևանն էլ գեղեցիկ քաղաք է։ Այստեղ մարդիկ շատ բարի եւ ջերմ են։ Միշտ պատրաստ են օգնել։ Իսկապես շատ լավ ռեստորաններ կան։ Ինձ դուր են գալիս հանրապետության հրապարակը եւ դրա շուրջը գտնվող փողոցները։ Ես իսկապես ինձ տանն եմ զգում։ Ցավոք, ես շատ ժամանակ չունեմ այցելելու տարբեր վայրեր, որոնք կուզեի տեսնել։ Զգում եմ, որ այս երկիրը հոգի ունի։ Մի քանի շաբաթ առաջ մենք արտագնա հանդիպում ունեցանք Շիրակի հետ, դա Գյումրիում էր։ Այնտեղ զգացվում էր քաղաքի ոգին, եւ ես ինքս ինձ ասացի, ցավալի է, որ միշտ գալիս եմ ավտոբուսով, գնում եմ հյուրանոց, այնուհետև մարզադաշտ եւ խաղից հետո գնում եմ տուն։ Որոշեցի, որ առաջիկա 3 օրերին կայցելեմ այս քաղաքը, քանի որ այն իսկապես գեղեցիկ է։ Ինչ շատ է դուր գալիս Հայաստանը։ Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնց հետ շփվում եմ։ Իհարկե մեր աշխատանքն այսպիսին է, որ երբ հաղթում ես խաղերը, ամեն ինչ մի փոքր ավելի գեղեցիկ է։ Երբ պարտվում ես, ամեն բան այնքան էլ դուր չի գալիս։ Այնպես որ այս պահին ամեն ինչ հիանալի է։ Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ։
այստեղ։ Ակումբի աշխատակիցները սկզբում մեզ շատ օգնեցին, որ մենք մեզ զգանք ինչպես տանը։ Ես սիրում եմ գնալ աշխատանքի այս փոքրիկ քաղաքում, անցնելով կենտրոնով, նաև կենտրոնի շուրջը գտնվող փոքրիկ փողոցներով, որպեսզի տեսնեմ շենքերը եւ ամեն ինչ։ Ինչ շատ է դուր գալիս Երևանը։ Գեղեցիկ քաղաք է, իսկ Հայաստանը գեղեցիկ երկիր։ Սնունդը պարզապես հիասքանչ է, այս պահին ամեն ինչ հիանալի է։ Absolutely great. So at the moment everything is great. Իդեպ կարծիք կա, որ Հայաստան ժամանող տուրիստների 85%-ը գաստրոնոմիկ տուրիստներ են, հատկապես կերակրի համար են գալիս։ Դուք եք այդ կարծիքին, որ հայկական կերակուրը համեղ է։ Absolutely, I agree with that and I can understand. Անկասկած համաձայն եմ եւ ես լավ հասկանում եմ նրանց, ովքեր գալիս են այստեղ կերակուրների համար։ Ամեն ինչ այնքան համեղ է, սնունդն այնքան լավն է, որ ցավոք երբեմն չես կարողանում հրաժարվել դրանից։ To eat it we need to Իսկ խմիչքը wines are great. Գինիները հիանալի են։ Գիտեմ, որ ձեր ազգային ըմպելիքը կոնյակն է, եթե չեմ սխալվում։ Ես կոնյակի սիրահար չեմ, ես սիրում եմ խմել 1 գավաթ գինի։ Կոնյակն ինձ համար չափազանց թունդ է, բայց գինիները իսկապես հիանալի են։ Գաստրոնոմիկ առումով հիանալի երկիր է։ Պետք է ասեմ, որ ես խորհուրդ եմ տվել այցելել Հայաստան, Խորվաթիայում, Ավստրիայում եւ Կիպրոսում ապրող շատ մարդկանց իմ ընկերներին։ Շատերն էլ արդեն աշխատում են այստեղ, եւ այստեղ գալով նրանք ինձ ասում էին. «Սանդրո, դու ճիշտ ես, այս երկիրն իսկապես հիանալի է»։ This country is really great. So շատ շնորհակալ եմ պատասխանների համար, բայց այս հարցեր ունեի ոչ միայն ես, այլ նաև հեռուստադիտողները։ Հիմա գործընկերս կգա եւ հեռուստադիտողների հարցերը կուղի ձեզ։ Խնդրեմ։ Մարիամ, կարծում եմ հարցերը շատ կլինեն, թեման հետաքրքիր է։ Խնդրեմ, սկսենք։ Պարոն Պերկովիչ, հեռուստադիտողին հետաքրքիր է Նոայում որ ֆուտբոլիստին կառանձնացնեք իր խաղային որակներով։ very hard question. We have lot of good players. Շատ դժվար հարց է։ Մենք շատ լավ խաղացողներ ունենք, բայց եթե ամփոփենք այս մրցաշրջանը բոլոր առումներով, ապա գուցե Էլդերը, գուցե Սանգարեն, նրանք շատ բան են տվել թիմին։ They give a lot to the team. Ձեզ համարում եք լիդեր հանդերձարանում, թե ֆուտբոլիստներն են։ Ֆուտբոլիստները, ոչ, ես եմ հանդերձարանում գլխավորը։ Ես։ Որոնք են այն հիմնական արժեքները, որոնք փորձում եք սերմանել թիմում։ Շատ հայկական հարցեր էլի։ Օրեցօր քրտնաջան աշխատանք, հարգանք, պրոֆեսիոնալիզմ, կենտրոնացում, ուշադրություն, լավ տրամադրվածություն, լավ վերաբերմունք, դրական էներգիա։ Իսկ ինչպես եք մոտիվացնում թիմին դժվար պահերին, պարտություններից հետո օրինակ։ Շատ լավ հարց է, կախված է իրավիճակից։ Կարող ես պարտվել խաղում, բայց լավ խաղալ։ Այդ դեպքում պետք է վերցնել խաղից այդ լավ պահերը եւ գուցե հիշեցնել խաղացողներին, թե ինչերի են նրանք հասել մինչեւ այժմ։ Անկախ հաղթանակից կամ պարտությունից ես միշտ փորձել եմ կենտրոնանալ հաջորդ օրվա, հաջորդ մարզման վրա, որպեսզի այն լավը լինի։ Ապա հաջորդը։ Երբ լավ ես մարզվում, լավ ես խաղում։ Արդյունքը կարող է լինել այսպիսին կամ այնպիսին, բայց եթե լավ ես մարզվում, լավ ես խաղում, եւ սա այն է, ինչ ես միշտ փորձում եմ բացատրել իմ խաղացողներին։ Եվ վերջին հարցը. երբ եկաք Նոա, թիմը ֆորս մաժորային իրավիճակում էր, նոր էր գնացել Ռուի Մոտան։ Ձեր վրա այդ տեսանկյունից ճնշում զգում էիք։ Pressure not. These things in football are normal. Ճնշում, ոչ, սա սովորական է ֆուտբոլում։ Մարզիչները գալիս են, գնում են։ Սա մեր կյանքն է, սա մեր ճակատագիրն է։ Բայց ինչպես ասացի, խաղացողները պրոֆեսիոնալ են։ Նրանք սովոր են այսպիսի իրավիճակների։ Մարզիչը փոխվում է իրենց կյանքում, այնպես որ նրանք շատ արագ հարմարվեցին ինձ եւ իմ թիմին։ Ամեն ինչ լավ է։ Everything is okay. Շնորհակալություն, պարոն Պերկովիչ։ Հաղորդման վերջում իդեպ ուզում եմ շնորհավորել եւս մեկ նվաճման համար։ Նոան ներկայացուցիչ կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Կոնգոյի հավաքականի կազմում հանդես կգա Ֆաուլուն։ Հավանաբար դուք նաև այդ առումով դրա շնորհիվ կերկրպագեք Կոնգոյի հավաքականին, մենք նույնպես։ Ի վերջո մեր ակումբի ներկայացուցիչն է։ Շարունակությունը թող լինի նույնքան գեղեցիկ ու հաղթաբեր, ինչպիսին եղել է անցած այս ժամանակահատվածը ձեզ համար Նոայում։ Շնորհակալություն։ Yes, we are lucky that we have. Այո, մենք բախտավոր ենք, որ ունենք խաղացող աշխարհի առաջնությունում։ Ես անպայման կերկրպագեմ Կոնգոյին։ Շատ շնորհակալ եմ ինձ այստեղ հրավիրելու համար եւ ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են։ To all the people who are going to watch us. Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, մեր հաղորդումը ավարտված է։ Հյուրս Սանդրո Պերկովիչն էր, Նոա ակումբի գլխավոր մարզիչը։ Ցտեսություն եւ թող իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքները։